Բրավո, դու ապրանք կտանես դենը կանես կգաս։ Լեշավաշի ապրանք տա դեննարա։ Ամեն օր երեխեն տանամ երեխեն ծափ։ Որ ասեմ, գեղի գործը հատնում չի ասում ես խես ասում չի էլի։ Աշուն քվա սեզոնա պետքա ծմորով համար դարի կանենք թե չէ։ Նեն չի որ մինը ռավոդ վիկեն ասուս գնա, բասեն ուր գնաց։ Ասա հինգել կան չես գնաց, դե բան չկա։ Սաֆարյանների հարկի տակ ընտանեկան ժողով է, օրվա գործերն են բաժանում, ով է հանդ գնալու, ով ճաշի գործով զբաղվելու, ով փակոցներ անելու, ով էլ խալիներ լվանալու։ Տան հայրն ու պապն արդեն գործի մեջ են, իսկ նրանցից հետո ավագը Աշոտն է, ով մեր նախորդ տեսանյութերից արդեն հայտնի է ու վերջերս է վերադարձել ծառայությունից։ Մի խոսքով Սաֆարյանների տանը ամեն մեկն իր գործն ունի, իր պարտականությունն ու իր խոսքը։ Ցավը տանիմ սրանց ամեն ինչին օկտո, մեծև Այդպես գործ չկա, որ պետք կլինի չանես։ Մի հետ ձեն տամաշոտ, հայկո կողքիսին։ Հմ ես ասեմ մի հատ պարզաչր ելտինք, ուժու սետքի վրա շուրտինք տալ չուարն ալտին։ Ցավը տանիմ։ Չես թողում կանայք չարչարվեն։ Չէ, դե հիմի եթե ես ես պային տանն եմ սորվա դրությամբ, ես եմ ուզում օգտեմի բանով, որ տանը չլիմ արդեն իած գործն այն չկուզեն կանեն։ Խալի լվանալն իհարկե կանանց գործն է, բայց Աշոտը ոչ մի գործից անմասն չի մնում, հատկապես երբ խոսքը ծանր ու թաց խալիները տեղից տեղ տեղափոխելու մասին է։ Այստեղ արդեն տղամարդկային ուժն անփոխարինելի է։ Աշոտի համար ընտանիքում տղամարդու գործ կնոջ գործ, բաժանումը մի կողմում է, ինչ գործ կա անում է։ Կարևորը տան հոգսը թեթևանա, գործը ժամանակին արվի։ Պետքա քո ընտանիքին կուզունողներին կողքից կոպտացած բուքսի լիս, մի բանով կոմակը լիս։ Դե ունենք հիմա շատ ջահել, մեր բան ասենք գեղեր ու մանելիք չկա, ձգտում ենք հավաք։ Մերի, այդ որ ասում ենք եղը մանելիք չկա, չէ։ Իրանք աշխատասեր չեն։ Ստորվա դրությամբ եթե իմ մի քանի օր տանն եմ աշխատում ինչ որ բանով իմ ընտանիքին կոմակը լի։ Իմ չգիտեմ, կիսատ գործեր ունիմ, թե ընտանիքն ինչ որ կոպիտ ասած խնդիր կա։ Ես պետք է այդ գործը սաղ ծերան եմ, որ այսա մի քանի օրից տեղ եմ գնում, вообще հարմար չի լում։ Հա, լավն է, պարզաչուրը։ Այսա սեպտեմբերից համալսարան եմ ուզում ընդունվիմ։ Համալսարան ընդունվել, տուն սարքել պետական ծրագրերից օգտվելով ապրել ու արարել հայրենի գյուղում, շենացնել Ոսկեվանն ու ամուր պահել սահմանը։ Սրանք Աշոտի մոտիկ ու հեռու, բայց իրար շատ ամուր կապող նպատակներն են։ 20-ամյա Աշոտի համար գյուղը պարզապես ծննդավայր չէ, այստեղ են իր արմատները, ընտանիքն ու ապագան։ Նա հստակ գիտի ինչ է ուզում ու քայլ առ քայլ փորձում է հասնել իր նպատակներին։ Ոչ մեծ խոսքերով, այլ ամենօրյա աշխատանքով, համառությամբ ու հավատով։ Աշոտը երազում է ոչ թե գյուղից հեռանալու, այլ գյուղում մնալու, տուն կառուցելու, ընտանիք կազմելու ու իր բաժին ներդրումն ունենալու մասին։ Նրա համար Ոսկեվանի շենությունն ու սահմանին ամուր կանգնելը նույն մեծ նպատակի տարբեր կողմերն են։ Ունենալ ուժեղ տուն, ուժեղ գյուղ ու ամուր հայրենիք։ Աստված առաջ տենանք, ոնց կանանք դասավորենք։ Այստեղ որ ապրում ես, այստեղ պետք է մի բան ձեռնարկես, պետք է մի բան սարքես։ Այս բանի պլաններս համասարան ընդունվելն է Լեննականի ՆԶՊ առարկան որպես մանկավարժ։ Նրանից հետո երևի կաշխատեմ գյուղի դպրոցում, չգիտեմ, դեռ ոչ ման հստակ չի կոպիտ ասած։ Բայց որ գեղից չես գնալու։ Չէ, դե եթե գեղից չես գնեմ, ավել լավ է գեղը մի բան գտնուս մի գործ ճարես, այն որ ասում են գործ չկա, սուտա։ Լավ գործ մանե կողա պետք է։ Եթե գործը կա, աշխատողն էլ կա։ Եթե աշխատողը կա, ուրեմն գործն էլ կա։ Պետք է բզբզես մի տեղից մի բան գտնուս հայթայթես։ Ոչ թե գան տանը նստին կռնեն ու ծալեն ու գործ չկա, պարապենք։ Դու մանե կար գործ չլա, դե բան չկա։ Ով փնտրում է, նա գտնում է։ Աղջի լույս է թացել է։ Դե հենց է։ Հիմի գեղը вообще աշխատատեղ չկա։ Այս ժողովուրդ պարապ են։ Դրա համար ասում են գործ չկա։ Բայց մի այս ծրագրովը այնքան տներ սարքում են։ Եթե մարդն ուզենա աշխատել, կարա գնա տիպամորություն էլ անե։ Կաց մենա կարա չի։ Թող։ Իսկ ապո սա կամած թաչանի։ Սովետան։ Այս ընտանեկան գործերը вообще ուրիշ։ Այլ ախպե մինես սենց էլի ասենք։ Մինես սենց բանանի։ Սա իսկ լավ կսեց սովետան։
Ընտանիքի բյուջեն մի տեղ է, ծախսերի առաջնահերթությունները որոշում են բոլորը։ Աշոտն էլ երբեք ոնց ասում են երեխա չի եղել, միշտ մեծի պես իր խոսքն ու պարտականությունն ունի։ Ընտանիքի կանանց հենարանն է, ում վրա միշտ կարելի է հույս դնել։ Ես ինչ հիշում եմ իմ, ասենք, ընտանիքը դե հենց է։ Ժիգունը այդ ինչ տվյալ գործ պլանավորում են, ռավոդը անում են։ Ու ասենք այդ նույնն էլ ես ու իմ աղբերը։ Սա իրար հետ համաձայնացված, որ Ռավոդը վետիկանները, գործ ամեկս մի գործ։ Սաղդ գործում եք, պարապ ման տանը չի նստում։ Պարապո էտա։ Պարապը դուսյանն էլ հավիցուն ապերը։ Ինքն էլ գործ ունի անելու։ Իրան գործ տալիս ես Գիտես ոնց է, երեք մի հատ բան եմ լսել, ասում է երկու հունգեր, ասում են դե արի գնանք քացուտող բան, ասում է չէ կիսատ գործ ունիմ, դե ասում է կիսատ գործը խնգարեմ, չէ, ասում է արի գնանք քացուտող, չէ, ասում է լարի ավտոյին նստի գնում ենք գերեզման ու ասում է ստի չիմ կիսատ գործ ունեին, ասում է։ Հա, էտա կիսատ գործը մնելա խնգարամ չի։ Եթե դու այս կոֆեն կարաս մի ժամ, եթե խմես, կարաս խմես։ Կիսատ գործը չի մնել ունի։ Մնի գործն էլ հապնում չի։ Ժամանակներն ու բարքերը փոխվել ու փոխվում են, բայց սահմանի բերանին ապրող այս ընտանիքում ավանդույթներն իրենց տեղը զիջելու մտադրություն չունեն։ Մեծից փոքր հարգում են ընտանիքի կարգ ու կանոնը, իսկ սերնդեսերունդ փոխանցված սովորույթները շարունակում են ապրել նույն ջերմությամբ։ Փուր վառել, հաց թխել, տնական յուղով գաթա ու ճմբուր պատրաստել, այս ամենը պարզապես կենցաղ չէ, այլ ընտանիքի պատմության մի մասն է։ Իսկ այդ ավանդույթների պահպանմանը խստորեն հետևում է 20-ամյա Աշոտը, համոզված, որ ինչն արժեք է պետք է պահել ու փոխանցել հաջորդներին։ Ես իմ հորտատին էլ եմ տehել, որ ասում եք 95 տարեկանում հացավ։ Իմ հորտատից այնքան բան ես սովորել եմ, այնքան բան, այն բաուցվայ, հին թվեր այնքան բաներ պատմել, ադաթնի պատմել։ Օրինակ թութուն անելը, թութուն շարելը, այն վաղտ որ իրանց վաժնի գործերից մինն է թութունը։ Ասում մի քանի հոգով, մի քանի կնանոցով գնեինք, քաղեինք, ու նստենք էտա շվակը շարեինք, բարդանի լսենք բերեինք։ Էդ կամ ստի մի օր եկա տեղ ասում իլիկը հանե, իլիկը խա հանեմ, թել եմ մանում։ Էտել եմ տեղ։ Ու էտ իլիկը միջև սոր Ասա գործուն է բաբոին կունեցի։ բանումը կենում է, գարաժի գրիշում։ Մեր բաբոն են ես իմ էլի ուրիշների պես նենց կոպիտ խասետ չունեցել, դոխաս խասետ չունեցել, որ հարսին օրարև չտա, բայց անկեղծ եմ ասում էլի եմ, որ կամեան հեչ բանա, լուրջ եմ ասում, իմ ընտանիքի հետ եմ, որ մի այլ տիպի բարի, շատ, այ տեհել է։ Ինքն էլ է Հա, լուսեն էլ է տել, լուսե, բաբոյանուն ինչ էր։ Խալու բաբու Բաներ ասեր էրնակ կենամ լուսեն ինձ մի քիչ ջուր տա նոր մի առնի Հա, էտա դենցել է լավ լուսեն երկու թե մի տարեկան է որ բաբան մահացա Աշոտն այնպես է անում, որ իրենց տանդուրը երբեք չփակվի մարդկանց առաջ դրա համար հավաքում է թաղի կանանց օգնում մեկին մի բան տեղափոխում մյուսի համար այդպես բոլորին հասնող թաղի ամենամեծ տատիկը Սեդիկը Աշոտի համար առանձնահատուկ տեղ ունի նրա խալիներն էլ բերում է իրենց բակ ու հենց իրենց դռանն էլ լվանում ու այս ամենն անում է ոչ թե պարտականությունից դրդված այլ մեծ սիրով ու հաճույքով ասենք մեր գեղի այդ հրևանությունում բանումը դե խայն բան չկա որ հրևան օգտե ոչ Էս աստելա մեր բարեկամին են մին, երկու, սենց մի 4-5 տուն կոպիտ ասած մենք կենտրոնում ենք հրևանության էլի մեջ տեղն ենք Հա Տենց մեծացել դու Ես փուճուրս ստեն եմ զացել, ստանն եմ զացել ու ասենք խոսքի սորվա դրությամբ ես ստեն դուս գալը մի քիչ չեմ պատկերացնում էլի 20 տարի աստի եմ ես արդեն։ Ի 100 տարի ապրեմ ինքը։ Մարդիկ կա որ ենա ծնվում են ու հայդա Երևան, Ռուսաստան։ Բայց դե ես ծնվել եմ, ես սվորել եմ ընտանիքին իմ հորն ու մորը։ Ասենք
մեր գեղի աշխատանքին էլի, զուտ իրանց առօրյային։ Աշոտը նաև սիրում է լսել մեծերի պատմությունները, հատկապես այն անվերջանալի զրույցները հարս կեսուր հարաբերությունների, ընտանիքի կենցաղի, անցած գնացած օրերի ու մարդկանց ճակատագրերի մասին։ Ու մինչ թաղի կանայք իրենց գործն են անում, Աշոտն էլ մի կողմում լսում է, երբեմն ժպտում, երբեմն էլ մի բառով խառնվում զրույցին։ Հետո Սեդիկը, որ տան հարսին ունեի դիմացն է նստած, որոշում է մի քիչ ուղղել իրեն։ Դե կյանք է, վատ կեսուրներ էլ կան, վատ հարսներ էլ, լավ կեսուր ու լավ հարսներ էլ։ Ու սկսվում է գյուղական դաստիարակության դասն առանց գրատախտակի, բայց 1001 օրինակով։ Բայց լավ հարցեր կա, խեղճով հարցեր կա, խեղճով կեսուրեր կա, դաժան կեսուրեր կա, մշակա ցավատ տանեմ, յոլա են կերեմ ապրելի, իրանը պարկալի, ապրելի, գիդես ինչ օրեր եմ քաշել, 20 տարի չոբան եմ գնացել, երկու իսիմ հերթով գնեի, շապատամ ետ ոչխարը, գնեի, ոչխարը աղաքարած գնացի հանդը, մի տանում եմ, ոչխարը տանում եմ, ռավելը քշերով տանում եմ, վեր տարա արդեն տնակը հաստրի, ոչխարը նաղակիս կնեմա, Ես գելը քնակից կանգնած մենակ եմ, մենակ կնիկ եմ, սաղ ջանս աստեղ արամ, մազերս գլխից բիզելա, վախիցս, բայց արագ քշեցի, մեկ երտահակ գելը կանգնած ասի վայթի, գելելա, զգում եմ մենակ կնիկ եմ խղճատ ինտելի, Տենց էլ խղճատ։ գնացի տարա ոչխարը վերարի, արևը տիպա վերարի, Իզեր քնեցի, մինալիկա տատյա ոչխարը կորելա, ոչխարի գնացել բանդելով, չի, վանքեմի կեպարել, տարել տմել ոչխարին, աղջիկ չի, դե եմ ապել, հետ էլ 7 ռեխի պհել եմ, այդքան համ չոբան եմ գնացել, համ թութուն եմ գնացել, համ կար եմ արել, համ իմ ռեխան տպիհել եմ բենզացել, ցավոտ տանեմ, ունեցեք ռեխեք, այս մի ռեխեն իչ արեխեն, պարերի, բերեկելի աղջի, բերեկելի, բերեք շտացրեք ռեխեք շտատը լինելի, Այդ քիչ են ուզում ունենալ։ ուզում չի, ուզմեն խաղաղ ապրին, ուզմեն լավ ապրին, ուզմեն ազատ ապրին, ուզում չեն չարչարվին, հմիշկա, վերքի մեքենե կա, ամանդրվարդի կա, ամեն ինչը կա, գազը կա, ջուրը կա, տակ ջուրը, սարը ջուրը, կրանդը դրած կա, ամեն ինչը կա, խեք, բերեկելի, բերեք պահեցեկելի, շորերն է լիքը, աշխարը լիքը շոերա, 86 տարեկան տատիկա պետք է չի ղոչաղը, կայենան ապրի, աշխատեց է գորա, ով աշխատի ներկուտի, Մենակ Սեդիկ բաբոնա լավը դիրակ դիվաշը Ցավատ տան, ապրիկ, դեր ցավատ տանեմ Մինչ Սեդիկը կամերայի առաջ, ինչպես ինքն է ասում, մի քիչ փքահանվում է, սիրտը դատարկում ու տարիների պատմությունները պատմում, Աշոտը գործի մեջ է, խալիներն է լվանում ու ձեռքի հետ էլ մեծ հպարտությամբ խոսում իր գյուղի մասին։ Ոսկեվանում, ինչպես շատ սահմանամերձ գյուղերում, դատարկ տների թիվն էլ քիչ չէ։ Շատ ընտանիքներ հեռացել են, բայց նկատում է նաև այն նոր տները, որ ջահելներն են կառուցում։ Եթե տուն են սարքում, ուրեմն մնալու միտք ունեն, ասում է։ Նոր տան պատերը բարձրանում են, դրա հետ միասին մեծանում է նաև հույսը, որ Ոսկեվանը դատարկվելու փոխարեն նորից կլծվի մարդկանց ձայնով, երեխաների ծիծաղով ու կյանքի ամենօրյա եռուզեռով։ Ու հենց այդ հավատով էլ Աշոտը շարունակում է իր գործը։ Սաֆարյանները եւ անասուն են պահում եւ հող մշակում, մի պտուղ էլ գետնին անտեր չի մնում։ Ամեն ինչ բարիք է դառնում, ծառայում իրենց ու հարազատներին։ Մերի, բայց չիմ ցեխա գիտես։ Ոչինչ, դե ես ցեղին Տատը դուզ նասած վարուն գքաղել է, սկմար դժարտին վարու գտնուլ, արի, այ, այդ կուծերով պոկ է, արի, այ։ Դու այդ պոկից կլնի։ Ահա, ար, ես կոչվում է խոզուկ, այդ խոզուկն ինա, կարանք լայն կրնովը, կաղեց եք կերեք։ Կարող է տատին։ Չէ, տատը տան չտի ասել արխեին։ Ահա, մեր արի պամիդոր պոկ եկի։ Շատ գեղերում ասում են, ոչ թե ասում են, ես էլ եմ տենում, որ մարդիկ կան արդեն էդ էլ չեն ուզում անեն, էս էլ չեն ուզում անեն։ Գիտես ոնց։ Թոշակով, նպաստով։ Իրանք ոնց որ նախընտրում են, որ եթե տուն փող է գալի,
Հա դե խամ թումը կա էլի կառնում կուտենք չչարվիլդինք մեզ շնորհ ցավիլդի Հəm ես սորվա դրությամբ եսի մեջ կխնդրովենք համ բանանում եմ որ չեմ ասում ես իմ ինչ ռեկորդնի եմ խփում բայց իմ տան դրանը ինչքան ուժները մա այնքան լանում եմ Այսինքն սաղը կարան անեն Գիտես ոնց չանող մարդ չկա Ցանկությունա պետք ընդամենը Այսքան ցանկություն Եթե դու սոր աշխատավարձ ստանալ, թոշակ ստանալ այդ թոշակոտ ապրիլ դիս, բայնա կուտան դրանն եմ քիչ դրի կարա այդ դրկոտ ապրիլ էլի, պատահ դու չի որ փող գա։ Մի բան դու ստեղծի։ 100%-ով։ Հիմա այս սորվա դրությամբ բացի իմ մերը սաղս աշխատող ենք։ Ես իմ աղբերն աշխատում ենք, իմ պապը, իմ հերը, իրանք դե տատու պապը թոշակ, մենք էլ աշխատավարձ։ Մաման տնային տնտեսուհի։ Բայց սորա դրությամբ մենք ասենք կոպիտ ասած տուն 3 տեղից փող գա, 4 տեղից փող գալի։ Կարանք չանենք, բայց խի չանենք, գեղը մնենք ապրում է։ Էս գեղի էլասնա։ Սա գեղի ապրուստը։ Սա այն խոտը, որ մենք ամառնանը մենք ծմորվա համար, ապրանքի համար։ Այնպիսի մի գործ չկա, որ աշոտը վերցնի ու ասի, այս մեկը չեմ կարող։ Գյուղում եթե տրակտորիստ է պետք, աշոտը կա, եթե հովիվ է պետք, դարձյալ աշոտը, այգում գործ կա, էլի աշոտի ձեռքն է հասնում։ Գյուղական կյանքում ունիվերսալ մարդ լինելը հեշտ բան չէ, բայց աշոտն այդ ամենին սովոր է։ Նա ոչ միայն աշխատել գիտի, այլև աշխատանքից չի վախենում։ Գյուղական կյանքի ամենակարևոր կանոնը կարծես լավ է հասկացել, գործը գործով է արվում, իսկ եթե ձեռքիցդ գալիս է, ինչու չանել։ Ու Թերևս հենց դրա համար էլ գյուղում ասում են աշոտի ձեռքից ամեն ինչ գալիս է։ Էս ամի քիչ բանի Սեզոնին էլի ես որ ներքևնեմ եմ ես եմ հենց ատեցի հետ հիմնականը ինքն է այս գործին եմ էլի պրոստը կողքից կոմակ եմ անում էտա պուտ հայ լամտի կարա այս տունը փագա են փագա ըստի մենակ էտա այս տունն աշխատը Eşin sense kanka bayta gorç hayli bu işler çıkar. Աշոտի բնավորությունն է այսպիսին, դաստիարակությունն է այսպիսին, գուցե նաև իր էությունն է։ Իր համար օգտակար լինելը պարտականություն չէ, այլ ապրելակերպ։ Մենք Աշոտին գյուղում առաջին անգամ հանդիպել ենք մի քանի տարի առաջ, երբ դեռ դպրոցական էր։ Դեռ այն ժամանակ էլ առանձնանում էր իր հետաքրքրությամբ, ամեն ինչ, ինչ կապված է Ոսկեվանի հետ, նրան հետաքրքրում էր։ Գյուղի մարդիկ, պատմությունները, առօրյան խնդիրներն ու հնարավորությունները, կարծես ամեն ինչ իր կյանքի կարևոր մասն է։ Տարիներն անցել են, Աշոտը մեծացել, ծառայել, վերադարձել, բայց մի բան չի փոխվել՝ իր սերը գյուղի հանդեպ։ Նա ինչպես ինքն է ասում, իր գյուղի ֆանատն է։ Սիրում է Ոսկեվանը ոչ միայն խոսքերով, այլև ամենօրյա գործով, օգնելով մարդկանց, մասնակցելով գյուղի կյանքին ու փորձելով օգտակար լինել բոլորին։ Գուցե հենց սա է Աշոտի ամենամեծ առանձնահատկությունը։ Նա ուզում է ոչ միայն ապրել իր գյուղում, այլև պետքական լինել նրան։ Կարող է, ասենք, առոտ դրանը մնի տուն մի հյուրեկացլի կամ ասենք գա ժամերով ճամփապետ որ դե մի հատ կոֆե խմենք էլ էսա որը կա այդեն ասենք միշտ սովորել եմ էլի որ կարելի այն դրսի անցկենող մարդուն հա թեկուզ եւ չես ճանաչում դու մի հատ ասա այ մի բաժա կոֆե խմենք գնաս կամ այդ տուն նստի էսա գնաս այդ այն իրանց սորցածով միջև սոր իմ մեջ եկել է տպավորվել է որ կարելի է էլի ես իմ հյուրասիրությունը Դա չգիտեմ ոնց ասեմ, դա Աստծո հյուրասիրությունն է։ Նա ասում են բարև նասյունն է, մի հյուրասիրությունն աստծունն է։ Դու արա որ լավ նստանաս, այն որ ամեն ինչ փոխադարձ է, էլի։ Եթե սոր դու ինձ մա լավն անում ես, ես էլ պատրաստ եմ որ 100 տակ քեզ մա լավն անեմ։ Բայց եթե ես դու սոր շփվիլտինգ ասել դիս, մի հատ 4 իս ասել, ուրեմն դու 100 տակ վատ ստանալ դիս։ Գիտես ոնց, եթե ես ասենք մի հատ առանձին տեղ էի ապրածել էլ չոլում, պուճուրուց։
Ես կարող ասենք այսքան բանը չէր ելել։ Դե իհարկե այդ ամեն ինչը գալիս է ընտանիքի անդամներից, չոլո կապ չունի, խելոք մնա, չոլո կապ չունի, թե դու որդի կզնուից, որդի կմեծանաս։ Կարող вообще անապատում ունիս, բայց այդ ամեն ինչը ընտանիքի անդամներից է գալի։ Այդ դաստիարակությունը, այդ հարգանքը, այդ հյուրասիրությունը, սեր, հարգանքը, սա ընտանիքից է գալի։ Այս է 3 երեխային կամ եկես մեր հյուրասիրությունն անում ենք։ Եթե նա իր կոպիտ ասած կարմա քոմական եմ մնին, քոմական եմ, եթե ես ուզում եմ որ դիմարդ կա հյուրասիրեմ կանչեմ, ինչքան ուզում եմ չգա, ես պետքա զոռնեմ։ Հետո Աշոտը մեզ ուղեկցում է նաև գյուղի եկեղեցի, այստեղ նրա համար ամեն ինչ մի տեսակ ավելի լուռ ու խորհրդավոր է։ Մոմ է վառում սահման պահող տղաների, հայ ազգի խաղաղության ու իհարկե իր ընտանիքի համար։ Աշոտի համար եկեղեցին պարզապես մի վայր չէ, այստեղ է գալիս իր մտքերով, իր ցանկություններով ու ամենակարևոր մարդկանց համար ունեցած աղոթքով։ Մի քանի րոպե լռություն, մի վառված մոմ ու շատ պարզ ցանկություն, թող խաղաղ լինեն սահմանները, ապահով զինվորներն ու ամուր ընտանիքները։ Իսկ Աշոտի նման երիտասարդների համար հայրենիքը հենց այս ամենի ամբողջությունն է՝ գյուղ, ընտանիք, հավատ ու սահման։ Գյուղին հենց այսպիսի մարդիկ են պետք, մարդիկ, ովքեր հայրենիքի մասին միայն բարձրաձայն չեն խոսում, այլ ամեն օր իրենց փոքր ու մեծ գործերով ապացուցում են, ինչ է նշանակում նվիրված լինել։ Աշոտը Ոսկեվանում պարզապես ապրող երիտասարդ չէ, նա իրեն այս հողի տերն է զգում։ Գյուղի ամեն մի ճանապարհի, տանք, հարի ու հողագտորի հանդեպ պատասխանատվություն ունի։ Նրա համար հայրենիքը սկսվում է հենց այստեղից, իր տան դռնից, իր գյուղից, իր մարդկանցից ու հասնում է մինչև սահման։ Ու գուցե հենց այսպիսի երիտասարդների շնորհիվ է, որ սահմանամերձ գյուղը շարունակում է ապրել, շնչել ու հավատալ վաղման։ Ոսկեվանին ու բոլոր գյուղերին պետք են Աշոտի նման նվիրյալներ, իսկ հայրենիքին առավել ևս։ Մարդիկ, ովքեր ոչ միայն մնում են իրենց հողի վրա, այլև ամեն օր մի փոքր ավելի ամուր են դարձնում այն։ Հարգելի հետևորդ, եթե բաժանորդագրված չեք մեր ալիքին, առաջարկում եմ բաժանորդագրվել եւ անպայման հավանել, լայքել այս տեսանյութը։ Ձեր այդ աջակցությամբ հնարավորություն եք տալիս շարունակել աշխատել եւ ներկայացնել ել ավելի հետաքրքիր մարդկանց ու մարդկային զարմանահրաշ պատմություններ։ Շարունակվում է Հրաչյա Պապինյանի Ալավերդի գրքի վաճառքը 1000 էջ եւ 1600 եզակի լուսանկար։ Ալավերդի համայնքի եւ հարևան բնակավայրերի պատմությունը նախաուրարտական շրջանից մինչև մեր օրերը, անհայտ մանրամասներ, Արտաշեսյանների ու Արշակունիների շրջան, Լոռու Գյուրիկյան թագավորությունը եւ նրա արքա Դավիթ Անհողինի աշխարհակալ արշավանքները, մոնղոլների, սելջուկների, վրացիների կառավարման շրջան, Ալավերդու խորհրդավոր քարայրերը, Լոռու քաջերի եւ լեզգիների արշավանքների ամենադրամատիկ եւ ամենամանրամասն 150-ամյա պատմությունը, Լոռու ազնվական տների եւ պղնձի 250 տարվա ամբողջական պատմությունը, բոլշևիկյան ապստամբություններ, Լոռու Չեզոք գոտի, Թիֆլիս Սանահին երկաթուղու շինարարություն, Ալավերդու թաղամասերի հիմնարկ ձեռնարկությունների կրթական ու մշակութային հաստատությունների հիմնադրում, գործունեություն, նշանավոր շենքերի կառուցման եւ նշանավոր մարդկանց պատմություններ։ Գիրքը կարելի է ձեռք բերել Ալավերդու Կատա սուպերմարկետի գրախանութից, Զայաթնովա փողոցում գտնվող գրախանութից, Valex Garden հյուրանոցի նախասրահի ընդունարանից։ Երևանում այն կարելի է ձեռք բերել Բուկինիստ ցանցի Մաշտոցի պողոտայի եւ Դալմա Garden առևտրի կենտրոնի գրախանութներից։ Գիրք Ալավերդու եւ Լոռու պատմությամբ հետաքրքրվողների եւ ուսանողների համար։